Եկել է Արմեն Աբազյանին հանգստի ուղարկելու ժամանակը Փաշինյանը պաշտոնից հեռացնում է իր օրոք որպես ԱԱԾ տնօրեն ամենաերկարն աշխատած կադրին։ Նրա պաշտոնավարման ողջ ընթացքը եղել է չափազանց բարդ եւ ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա։ Ինչու հիմա որոշվեց, որ գեներալ լեյտենանտը հանգստի կարիք ունի, այս պաշտոնակությունն ընդամենը համընկել է Սամվել Կարապետյանի հետապնդման եւ մամուլի այն հրապարակումների հետ, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հանձնարարությունն ու ձերբակալել հայտնի գործարարին։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Ամեն ինչ սկսվել էր եկեղեցի իշխանություն հարաբերությունների վերաբերյալ Կարապետյանի այս հայտարարությունից։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ եւ ես չեմ հանդուրժի ընդհանրապես որևէ մեկի լեզուն պտտվի տենց բան ասի։ Առավոտյան էլ Փաշինյանը գրել էր, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պետք է ազգայնացվի եւ դա տեղի կունենա արագ։ Վարչապետի խոսքով Կարապետյանն ակտիվացել է, քանի որ հեծի հետ կապված հանձնարարական է եղել։ Մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ հեծը պետք է ազգայնացվի։ Եկեղեցին տվյալ դեպքում հեծի շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է։ Պարզվում է հեծը պետականացնելու նախագիծն արդեն խորհրդարանում է։ Իշխող ուժն է հեղինակը, ինչ վերաբերում է եկեղեցականների դեմ արշավին, Փաշինյանն անհեթեթ է համարում բախումների մասին խոսակցությունները։ Իրենք 2018-ին հեղափոխություն են արել առանց բախումների։ Եվ այդ հոգևոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգևոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա։ Փաշինյանը խորհրդարան ձեռնունայն չէր եկել, հարցազրույցը շարունակում է ձեռքին պահած կանոնագիր քայոցը։ Ավելի վաղ գրել էր, որ բարձրաստիճան հոգևորականների մասին խոսելիս օգտագործելու է միայն կանոնագիր քայոցի բառապաշարը։ Նոր բառեր էլ կան, ձեզ ծանոթ բառեր էլ կան, անծանոթ բառեր էլ կան։ Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված անվտանգության խորհրդի նիստ եղել է, նիստեր պարբերաբար են հրավիրվում, բայց դա չի նշանակում, որ Սյունիքի հետ կապված վտանգ կա, ասում է վարչապետը։ Ես այդ հայտարարությունները համարում եմ սադրիչ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ընդդիմադիրների համար անընդունելի է Սամվել Կարապետյանի հետ տեղի ունեցողը, ասում են Փաշինյանը, պետք է գնա հանգստանալու, 7 տարի է տանջվում է։ Թե ոստիկանապետի փոփոխությունը, թե ԱԱԾ տնօրենի փոփոխությունը պայմանավորված են թե ներքաղաքական եւ չեմ բացառում նաեւ արտաքին քաղաքական հանգամանքներով։ Թե ինչու պաշտոնանկ արվեց ԱԱԾ տնօրենը, падգամավորները ենթադրություններ են անում։ Գուցե դա պայմանավորված է նրանով, որ ինքն էլ իր կյանքում ունի որոշակի կարմիր գծեր, որոնք արդեն իսկ հատվել են։ Սա ես չեմ կարծում, որ մեկ թեմայի հետևանք է, ես կարծում սա որոշակի կուտակված խնդիրների հետևանք է, որը արտացոլվել է կոնկրետ երեկվա իրադարձություններում։ Իսկ Փաշինյանը խորհրդարանում էր 2024 թվականի բյուջեի կատարողականի համար։ Արմենուհի Գյուրեղյանի ձևակերպմամբ կառավարությունը ներկայացնում է ինչպես ավելի արագ ոչնչացնել Հայաստանը ծրագրի կատարողականը։ Հայր մեր, որ երկնքում ես, փրկիր մեզ այս չարիքից, զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն։ Դաշինքից առնվազն մեկը գիտի հայր մերը, մի մասը առնվազն գիտի, մի բան արեք։ Գևորգ Պապյան, համեցեք։ Դե լրիվ չասեց, որտեղ լրիվ չեն սովորել։ Իսկ նիստը բավական ուրախ էր սկսվել, Ալեն Սիմոնյանը շփոթել էր Կենտրոնական բանկի նախագահի ազգանունը։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հարց տալու համար ձայնը տրվում է Արտուր Խաչատրյանին, ոչ մի ծիծաղալու բան չկա կարծում եմ։ Իզաբելլա Հովանեսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։